Հայաստանում անշարժ գույքի գործարքների թիվը 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ընդհանուր գործարքների թիվը կազմել է 21144։ 2024 թվականի նոյեմբերի 21030 ընդհանուր միավորի փոխարեն։ Ստացվում է, որ 25 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անշարժ գույքի գործարքների ընդհանուր թիվը ավելացել է 114-ով, բայց սրանից հետևում է արդյոք կամ կարող են կանել գնահատականներ, որ Հայաստանում անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ նույն ակտիվության փուլում, ինչ նախորդ տարիների ընթացքում էր, իհարկե միանշանակ նման գնահատական տալու համար առնվազն հիմա դեռ վաղ է, կդժվարանանք նման գնահատականներ հնչեցնել եւ դա ունի իհարկե պատճառներ։ Նախ առաջին հերթին, թեև 2024 թվականի նոյեմբերի համեմատ մենք ունենք որոշակի գործարքների ավելացում, բայց եթե օրինակ համեմատում ենք մեկ ամսվա փոփոխությունը, այսինքն 25 թվականի հոկտեմբերի համեմատ, կտեսնենք, որ կտրուկ անկում կա ընդհանուր գործարքների թվի։ Արդյոք այս փոփոխությունը բերում է նաև հանրության լայն շերտերին հետաքրքրող գնային փոփոխությունների, դա արդեն հարցի մի կողմն է, բայց ընդհանուր առմամբ անշարժ գույքի ընդհանուր գործարքների փոփոխությամբ այդ տվյալից ելնելով համապարփակ գնահատական անելու համար շատ ավելի ճիշտ մոտեցում կլինի, երբ մենք կարողանանք ունենանք տվյալները եւ վերլուծենք տարեկան ամփոփ տեղեկությունների հիման վրա, ինչը լինելու հրապարակվելու պարագայում անշուշտ դրան կանդրադառնանք։ Հետևաբար մեկ ամսվա անգամ 12 ամսյա համեմատությունը նկատի ունենք նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ամբողջական եւ օբյեկտիվ պատկեր ցույց չեն տալիս։ Ինչպես նշեցինք, կունենանք տվյալները անդրադարձ եւս կունենանք փորձելով ավելի համապարփակ գնահատականներ ներկայացնել։ Իսկ մինչ այդ վերադառնալով 25 թվականի նոյեմբերի տվյալներին, նշենք, որ ընդհանուր գործարքների մեծ մասը, այն է շուրջ 33%-ը, բաժին են գնում Երևանում տեղի ունեցած գործարքներին։ Եթե գործարքների կառուցվածքի տեսանկյունից ենք նայում, ապա ամենամեծ մասնաբաժինը օտարմանն է վերաբերում եւ դրա ներքո հենց առքուվաճառքին։ Առքուվաճառքի հետ կապված իրավիճակը եւս բավական հետաքրքիր է։ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ առքուվաճառքի 5370 գործարք է եղել, այն դեպքում, երբ 24 թվականի նոյեմբերին 5185-ն էին։ Այսինքն մենք 25 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն ամսվա համեմատ 185 միավորով ավել առքուվաճառքի գործարք ենք ունեցել, բայց պատկերը մեկ ամսվա համեմատությամբ, այսինքն կրկին 2025 թվականի հոկտեմբերի համեմատ լրիվ այլ է, 836 գործարքով ավելի պակաս առքուվաճառքի գործարք է տեղի ունեցել, որը եւս մեկ անգամ փաստում է, որ դեռ վաղ է տալ գնահատականներ, որ օրինակ անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ նույն ակտիվության ներքո։ Իրականում չի բացառում, որ մենք 25 թվականի ընթացքում եւ կարծես թե տվյալները հենց դրա մասին են խոսում, ավելի հետզհետե նվազման, ավելի պասիվացման գործընթացի ներքո ենք։ Ինչ վերաբերում է այն գլխավոր հարցադրմանը կամ այսպես ձևակերպենք մեր հանրությանը ամենաշատը հետաքրքրող հարցադրմանը, արդյոք այս փոփոխությունները կարող են ենթադրել գնային փոփոխություններ կամ արդեն իսկ անդրադարձել ազդել են անշարժ գույքի գների վրա։ Դիտենք մեր երկրորդ պատկերը, որտեղ տեղադրել ենք, տեղավորել ենք 25 թվականի նոյեմբերի դրությամբ Երևանում բազմաբնակարան շենքերի 1 քառակուսի մետրի միջին շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկատվություն։ Ուրեմն նշված աղյուսակում Երևանի վարչական տարբեր շրջանների միջինացված ցուցանիշներն են։ Ինքներդ էլ այս պատկերը ուսումնասիրելիս հստակ կտեսնեք, որ կան վարչական շրջաններ, որոնք 25 թվականի նոյեմբերին 24 թվականի նոյեմբերի համեմատ միջինում կամ գների աճ կամ անկում են արձանագրել, բայց այստեղից կարելի է ենթադրել, որ այդ վարչական շրջաններում հստակ կա գների աճ կամ անկում, սա եւս բավական հակասական է եւ ինչով է դա պայմանավորված։ Նույն վարչական շրջանի տարբեր գոտիների գների փոփոխություններն ուսումնասիրելիս հստակ տեսնում ենք, որ պատկերը այդքան էլ միանշանակ չէ, այսինքն միջինացված ցուցանիշը ինչպես սովորաբար լինում է միջինացված ցուցանիշների պարագայում ամբողջական եւ օբյեկտիվ պատկեր ու գնահատական չեն տալիս։ Սա առանձնահատկություն է եւ հենց այս առանձնահատկությունով է նաեւ պայմանավորված այն հանգամանքը, որ շատ դեպքերում անշարժ գույքի գների հետ կապված գնահատականները աճի կամ նվազման
կառավարման գնահատականները մեր հանրության լայն շերտերի կողմից թերահավատ վերաբերմունք են առաջացնում։ Սա պայմանավորված է այդ միջինացված ցուցանիշի որոշակի այդպես առանձնահատկությամբ։ Սա հասկանալի է, բայց գների հետ կապված մի կարևոր հանգամանք կա, որը չեն կարող շրջանցել։ Օրերս պետական կադաստրի կոմիտեի նախագահը ասուլիս ներկայացրեց, որտեղ նախնական տվյալներով իհարկե նշեց, որ 25 թվականին անշարժ գույքի գործարքների ընդհանուր թիվը կրճատվել է 24 թվականի համեմատ տարեկան նախնական տվյալների մասին է խոսքը, եւ մասնավորապես նշելով, որ հիմնականում դա տեղի է ունեցել ի հաշիվ առաջնային շուկայում գործարքների։ Դա էլ հասկանալի պատճառ է Երևանում հիպոթեկային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձի հետզհետե սահմանափակման արդյունք եւ հետևանք է, բավական սպասելի հետևանքի դեպ, որի մասին խոսել ենք, բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսինքն մենք այստեղ որոշակի փոփոխության արդեն կարծես թե տեսնում ենք գործարքների թվի հետ կապված։ Ենթադրում է արդյոք դա, որ կա կամ կլինի պահանջարկի նվազում, որը կենթադրի նաև գների որոշակի նվազում, իրականում դեռ վաղ է ասել, ավելին պահանջարկի պահպանման որոշակի այլ նախադրյալներ կան։ Նախ տարատեսակ գնահատականները, որ օբյեկտիվ կարծես թե գնահատականները, որ Երևանում բնակվոնդը հնացած է եւ այնուամենայնիվ նորակառույց բնակարանների շենքերի նկատմամբ պահանջարկը կպահպանվի, պահպանվում է եւ կպահպանվի։ Եվ երկրորդ հանգամանքը, որի մասին ինքներս ենք բազմիցս նշել, այդ թվում կանխատեսելով, որ դա պահանջարկի պահպանման լրջագույն խթան ու նախադրյալ կարող է լինել, դա կառուցապատողների կողմից վճարումների, մարումների բավական ճկուն գրաֆիկների առաջարկն է, ինչը փաստացի կարծես թե իսկապես պահանջարկի պահպանման տեսանկյունից տալիս է իր որոշակի ուրեմն արդյունքները։ Հետևաբար գների կտրուկ անկման առաջիկայում կարծես թե ականատես չենք լինի։ Իսկ արդեն ավելի նշանակալի գնանկումների գնանկումներ կարող ենք տեսնել այն պարագայում, եթե անշարժ գույքի գործարքների նվազման միտումը լինի շատ ավելի երկար ժամանակահատվածում, այդ թվում նաև ենթադրելով որոշակի պահանջարկի մեղմում։